Մենք սկսում ենք մեր հոգևոր հաղորդումների շարքը մեր եկեղեցու հզոր հայրապետներից մեկի՝ ներսես շնորհալու հավատով խոստովանի իմ աղոթագրքով, որ ինչքան պարզ, այնքան էլ խորը աստվածաբանական շերտեր է պարունակում, որոնք ձեզ հետ միասին փորձելու ենք բացահայտել։ Նախ եւ առաջ պետք է ասել, որ աղոթքը բաղկացած է 24 տներից, որոնք նախատեսված են օրվա 24 ժամերի համար, այսինքն ամեն մի ժամի համար նախատեսված է մեկ աղոթք։ Ինչու է ներսես շնորհալի հայրապետը 24 աղոթք գրել։ Որպեսզի մարդը օրվա ամեն մի ժամին լինի աղոթքի մեջ, այսինքն Աստծո հետ իրական շփման մեջ, որովհետև առանց աղոթքի մարդը պարզապես չի կարող ապրել։ Աղոթքի սկզբի երկու տները նվիրված են Սուրբ Երրորդությանը, այնուհետև երրորդ, չորրորդ և հինգերորդ տները նվիրված են Սուրբ Երրորդության անձերից յուրաքանչյուրին առանձին, իսկ դրանից հետո ընդգրկված են տարբեր բովանդակության աղոթքներ։ Այժմ անդրադառնանք առաջին աղոթքին։ Նախ ընթերցենք ամբողջությամբ, այնուհետև մաս առ մաս բացատրենք։ Հավատով խոստովանիմ և երկիր պագանեմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անհեղ և անմահ բնություն, Արարիչ, հրեշտակած և մարդկան և ամենայն եղելոց և ողորմյա քո արարածոց և ինձ բազմամեղիս։ Այժմ ընթերցենք աշխարհաբար տարբերակը։ Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անստեղծ և անմահ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների Արարիչ, ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Այժմ խոսենք հավատով խոստովանիմ և երկիր պագանեմ քեզ արտահայտության մասին։ Նախ Աստծո առաջ խոստովանելու որպես գլխավոր նախապայման ներսես շնորհալի հայրապետը շեշտում է հավատքը։ Խոստովանությունը պետք է արտահայտվի նախ եւ առաջ հավատքով։ Առանց հավատքի մարդը չի կարող աղոթել և առհասարակ չի կարող մոտենալ Աստծուն։ Պատահական չէ, որ Քրիստոս մարդկանց բժշկելու համար նրանցից առաջին հերթին հավատք էր պահանջում, որի խոստովանությունը ստանալուց հետո միայն բժշկում էր տվյալ մարդուն։ Աստծո հանդեպ հավատքը հիմքն է, որի վրա մարդը կարող է կառուցել հավատքի իր տունը։ Երկիր պագանել բառը բառացի ստուգաբանորեն նշանակում է երկիրը, այսինքն հողը կամ գետինը համբուրել։ Աստվածաշնչում Աստծո պարագային այսպիսի արտահայտություն կա, որն ասում է, թե երկիրը պատվանդանն է քո ոտքերի։ Այսինքն երկիր պագանել նշանակում է Աստծո ոտքերը համբուրել։ Այն մարդու հավատքը արտահայտելու կամ դրսևորելու տարրերից մեկն է։ Եկեղեցիներում նկատած կլինենք, որ մարդը արտահայտելով իր Աստծո հանդեպ խորը հավատքը, խոնարհվում և համբուրում է եկեղեցու հատակը կամ գետինը։ Դա անում է հավատքի այն գիտակցությամբ, որ համբուրում է Աստծո ոտքերը, և այդպես էլ կա, քանի որ պարզապես հավատալ է պետք և ուրիշ ոչինչ։ Երկրպագելու համար մարդը պետք է խոնարհվի, քանի որ կանգնած դիրքով անհնար է խոնարհվել, և դրանով դու ցույց ես տալիս նաև, որ այս վայրում քեզանից ինչ-որ մեծ մեկը կա, ում առաջ դու պարտավոր ես խոնարհվել։ Օրինակ, հնդիկ ազգի մեջ մարդը իր տիրոջ հանդեպ իր հարգանքը ցույց տալու համար խոնարհվում և ձեռքը հպում է տիրոջ ոտքերին։ Եթե մարդու պարագային է այդպես, ապա որքան առավել ևս այն պետք է դրսևորվի Աստծո հանդեպ։
Շարունակության մեջ ասվում է. «Երկիր պագանեմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի»։ Այստեղ քեզ անձնական դերանունը, որը եզակի թիվ է, ցույց է տալիս, որ խոսքը վերաբերվում է մեկ Աստծո, ով հանդես է գալիս երեք դեմքերով կամ երեք անձերով՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված։ Եվ Որդի և Սուրբ Հոգի արտահայտության մեջ և շաղկապը ցույց է տալիս, որ երեք անձերը միասնական են, իրար հետ շաղկապված և անբաժանելի։ Սուրբ Երրորդության գաղափարը մարդկային տրամաբանությամբ հասկանալն անհնար է։ Ահա այստեղ է, որ մեզ օգնության է հասնում հավատքը, որը հնարավոր է դարձնում ըմբռնել այդ խորհուրդը։ Այսինքն այն հնարավոր է հասկանալ միմիայն հավատքի միջոցով, քանի որ Աստծո հանդեպ անկեղծ հավատքն է, որ մեզ տալիս է այդ հնարավորությունը։ Եվ շաղկապը նաև ընդգծում է, որ ինչ էլ անես, չես կարող այդ երեք անձերին միմյանցից անջատել կամ տրոհել։ Պետք է ասել, որ մեր ժամանակներում երկիր պագանել բայը անհարկի գործածություն է ստացել։ Օրինակ ցույց տալով այսինչ կամ այնինչ երգչի կամ որևէ այլ մասնագիտության մեջ մեծ նվաճում ունեցող մարդու հանդեպ մեր վերաբերմունքը, ասում ենք, որ երկրպագում ենք նրան, ինչը սխալ է, քանի որ երկրպագել բառի իմաստը բովանդակային առումով չի համապատասխանում մարդու հանդեպ մեր վերաբերմունքը արտահայտելուն, և այն պետք է գործածվի միմիայն Աստծո դեպքում։ Այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել։ Այժմ անդրադառնանք անեղ և անմահ բնություն արտահայտությանը։ Այն ցույց է տալիս, որ Աստծո բնությունը կամ որ նույն բառն է էությունը անեղ է և անմահ։ Ինչ է նշանակում անեղ։ Անեղ նշանակում է չստեղծված, քանի որ Աստված հենց նրանով է Աստված, որ չի ստեղծվել, և եթե մեկը ստեղծվել է, ինչպե՞ս կարող է Աստված լինել։ Աստծո բնությունը կամ էությունը նաև անմահ է։ Աստծուն անհնար է սպանել։ Ադամն ու Եվան դրախտային կյանքում նույնպես անմահ էին, սակայն մեղքը գործելուց հետո դարձան մահկանացու։ Քանի որ Աստված սիրում էր մարդուն և չէր կարող անտարբեր լինել նրա փրկության հանդեպ, ուղարկեց իր միածին Որդուն և հնարավորություն տվեց, որպեսզի մարդու մահկանացու բնությունը կրկին անմահություն ձեռք բերի։ Եթե Աստված մահկանացու լիներ, կլիներ սովորական մեզանից մեկը և ոչ մի բանով չէր կարող մեզ օգնել, և առհասարակ, երբ մենք օգնության կարիք ունենք, դիմում ենք մեզանից հզորին, այսինքն այս պարագային Աստծուն, որովհետև թույլը մեզ չի կարող օգնել։ Այժմ խոսենք Արարիչ, հրեշտակած և մարդկան և ամենայն եղելոց նախադասության մասին։ Աստված հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների Արարիչն է։ Ինչու է հրեշտակներ բառը դրված սկզբում։ Քանի որ Աստված սկզբում ստեղծեց անտեսանելի աշխարհն ու հրեշտակներին, իսկ դրանից հետո տեսանելի աշխարհն ու մարդուն, ինչպես Հովհաննես առաքյալն է ասում. «Առանց նրա ոչինչ չի եղել»։ Նախ պետք է ասել, որ «և ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղիս» նախադասությունը կրկնվում է բոլոր աղոթքներում, բացի վերջին աղոթքից։ Ինչու է Ներսես շնորհալի Հայրապետը օգտագործում հենց արարածոց բառը և չի ասում օրինակ ողորմիր քեզ հավատացողներին։ Շատ պարզ պատճառով, որովհետև այն, ինչ յուրաքանչյուր աղոթքի մեջ Հայրապետը Աստծուց խնդրում է, ցանկանում է, որ դրան արժանանան ոչ միայն Քրիստոսին հավատացողները, այլև ամբողջ մարդկությունը, անկախ ազգային և կրոնական պատկանելությունից։ Աստծո փրկությանը արժանացած մարդը, որը վայելում է Աստծո մշտական ներկայությունը, Աստծո պարգևած քաղցրությունն ու երջանկությունը,
այնքան երանելի վիճակի մեջ է գտնվում, որ փափագում է, որ դա զգան ու ապրեն աշխարհի բոլոր մարդիկ։ Աստծո մարդը եսասեր մարդ չէ, նա չի մտածում միայն իր մասին, այլ նաև ամբողջ մարդկության մասին, որն էլ ակնհայտ կերպով տեսնում ենք այս աղոթքների մեջ։